Ժամանակակից արվեստը փրկողակ, ամենօրյա կրկնվող գործողություններ, միօրինակություն, երբ խորհում ես այս ամենի մասին, կյանքը մեխանիկական գործողությունների շղթա է թվում, իսկ ձանձրալի իրականությունից լավագույն փրկությունն արվեստն է, թե ինչպես կարելի է առօրյան վերածել արվեստի, խորհրդակցել ու իրականացրել է Եվա Խաչատրյանը երիտասարդ արվեստագետների հետ։ Հրավիրվել եմ Ժամանակակից արվեստի ինստիտուտի կողմից ղեկավարելու կոնկրետ այս մի մասը, ամբողջ նախագծի կրթական, 5 արվեստագետի հետ մեկ ամսվա ընթացքում փորձեցինք մշակել մի կոնցեպտ, որ վերաբերվում է առօրյականությանը, մեկ ամսվա ընթացքում հանդիպումներ ունեցանք, քննարկումներ, փորձեցինք այդ թեման հնարավորինս զարգացնել եւ արդյունքում յուրաքանչյուրը իր մոտեցումը ունեցավ, արտահայտեց տարբեր ձևերով, տարբեր մեդիաների միջոցով։ Ժամանակակից արվեստի ինստիտուտը ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ Հայաստանում կրթական նախագծի շրջանակներում նմանատիպ 4 ցուցահանդես է իրականացրել։ Մեր ժամանակը խորագրի ներքո հավաքված արվեստագետներից յուրաքանչյուրը ներկայացրել է շրջապատող աշխարհը սեփական երևակայության շրջանակներում։ Միշտ էլ արվեստը իմ ներսում եղել է եւ ինքնուրույն եմ զբաղվել հետաքրքրություններով, արդեն խորացել եմ, իսկ ճարտարապետաշինարական ընդունվել եմ, քանի որ ինչ-որ չափ շենքերը իմ վրա նույնպես ազդեցություն կրում են դեռ փոքր տարիքից։ Մենակ վիդեոն չեմ ներկայացնում, նաև 2 աշխատանքներ ունեմ, բայց նկարելու հետ զուգահեռ սիրում եմ ֆոտո եւ վիդեո անել, տենց հիմնական վիդեոներն են շատ հանդիպում, պահերը ուղղակի սիրում եմ ֆիքսել, տարօրինակ։ Նոր ժամանակներում արվեստ կարող է պարունակել ոչ միայն վիդեոհոլովակը, այլ նաև քաղաքի տարբեր անկյուններում տարբեր մարդկանց կողմից արված գրառումները։ Դրանք անձնական են, բայց դառնում են հանրային, երբ հայտնվում են քաղաքի փողոցներում, ասում է Մարգարիտ Աղազարյանը, իսկ արվեստագետը դրանք իր անձնական կյանք է բերել։ Ինձ անհանգստացնում էր այն, որ ճգնաժամերի ժամանակ կարծես թե համընդհանուրն է դառնում առօրյա, ու ես ինչ-որ փախուստի տեղ էի փնտրում։ Ու այդ փախուստը ինձ համար այլ մարդկանց առօրյայից դրվագներն էին, այս դեպքում արդեն հանրային գրությունները, որոնք շատ անձնական էին բնույթով, բայց բերվել էին հանրային տարածք։ Ես այդ մեկ ամսվա ընթացքում անդադ լուսանկարում էի ու ապրում էի այդ գրությունների հետ, ու նաև այդ ժեստը կտորին անցկացնելու, ասեղնագործելու եւս ինձ մոտեցնում էր այդ մարդկանց առօրյային, ու դրանով ես ինքս իմ առօրյականության շղթան էի կարծես թե կոտրում։ Մարդու ամենաջերմ հիշողությունները մանկության տարիներից են։ Ծովինար Մանուկյանն արվեստի բացառիկ նմուշները վերցրել է իր մանկությունից։ Իրանք վերցրած են իմ մանկության նկարներից, որոշակի առում վերափոխված, մշակված, ու ցույց է տալիս, թե այդ առօրյան մի օրվա ոնց կարա ազդեցություն ունենա քո ամբողջ կյանքի վրա, այսինքն թեկուզ վաղուց եղած մի պատկերը կարա ազդի մնացած ժամանակների վրա։ Ծովինարը ցուցահանդեսին ներկայանում է նաև ձայնային ստեղծագործությամբ։ Ես որքան հասկանում եմ, հիմա այստեղ, այս ձայնագրիչում զետեղված է ձեր առօրյայի 1 օրը ձայնային 1 օրը, հա? Կարելի է այդպես էլ ասել, բայց ինքը հենց մի օր չի, ինքը տարբեր ժամանակների ընթացքում հավաքված է ու ոչ միայն իմ առօրյայի, նաև շատ-շատերի առօրյան ցուցադրող մի բան է։ Ժամանակակից արվեստը գործնականում դժվար ընկալելի երևույթ է, ինչպես բացատրում են այսօրվա զրուցակիցներս։ Մենք սովորել ենք կարծրատիպային կյանքին, երբ փորձում ենք մեզ դուրս բերել իներցիոն այս շղթայից, հասկանում ենք, որ կյանքի գույները միայն հանճարեղ կտավներում չեն, դրանք ամենուր են։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։